7 տարօրինակ առողջացնող փաստ կամ մեթոդ։ Տարբեր ամսագրերում, տարբեր հոդվածներում նշում են, առաջին տեղում դա մուգ շոկոլադն է, որպես առողջացնող նյութ, կարգավորում է ստրեսը։ Ինչ է դրա համար անհրաժեշտ։ Ուտել 80% պարունակող կակաոյով շոկոլադ, որը կարգավորում է ճնշումը, իջեցնում է կորտիզոլը եւ վերականգնում է ազոտի օքսիդը, որը օգնում է անոթների ճիշտ կծկումներին։ Փաստ է ապացուցված գիտականորեն։ Երկրորդ տեղում գտնվում են շնչառական վարժությունները եւ մեդիտացիաները։ Ակտիվացնում են պարասիմպաթիկ համակարգը, եթե դուք ճիշտ արտաշնչում եք որովայնով եւ ստոծանիով, եւ հանգստանում են նյարդերը եւ ներքին օրգանների ֆունկցիաները գալիս են նորմայի։ Հաջորդը կանգնել մեկ ոտքի վրա 1 րոպե գոնե։ Այս փաստը նշել է ինսուլտ ամսագիրը եւ ապացուցում է, որ մեկ ոտքի վրա հավասարակշռություն պահպանող վարժությունները ակտիվացնում են ուղեղի աշխատանքը եւ բերում են մեր ներքին սիգնալների ակտիվացման 13% ուժեղացման։ Այսինքն սովորեք կանգնել մեկ ոտքի վրա, նաեւ ճապոնացիներն են ասում, եթե դուք զայրույթի մեջ եք, կանգնեք մեկ ոտքի վրա։ Հաջորդը շնչել տարբեր եթերային յուղեր, հանգստացման, ակտիվացման, գլխացավերի դեմ։ Այո, եթերային յուղերի ակտիվ նյութերի մասին վաղուց է հայտնի եւ մենք եւս օգտագործում ենք շնչառություն, արոմաթերապիա, որպեսզի կարգավորենք ուղեղի տարբեր հատվածների աշխատանքը տարբեր բուրմունքների օգնությամբ։ Դուք ինքներդ գիտեք, կան օծանելիքներ, որոնք ձեզ դուր են գալիս, հաճելի են, կան որոնցից հակառակը դուք գրգռվում եք։ Այնպես որ հոտերը, բույրերը շատ կարեւոր դեր են խաղում մեր կյանքում։ 5-րդը Ներվերը հանգստացնելու եւ լավ քնելու համար իմունիտետը բարձրացնելու նպատակով ոտքերին երեկոյան հագեք չոր տաք գուլպաներ։ Պարզվում է, որ այս մեթոդը եւս շատ է օգնում։ Եթե կարող եք, ընդունեք անտառային լոգանքներ։ Ինչ է սա նշանակում։ Գոնե շրջել անտառում, շնչել մաքուրոտ, որը 26%-ով բարձրացնում է մեր իմունիտետի դիմադրողականությունը։ Պահպանում է վիրուսներից եւ բարձրացնում է իհարկե տրամադրությունը։ Եվ ամենահետաքրքիրը 7-րդը Երբ երգում ենք լոգանքի ժամանակ։ Այո, առավոտյան ցնցուղի ժամանակ երգելը բացում է թոքերի ծավալը։ Այդ խոնավ օդը բերում է իոնացված թթվածնով հագեցման մեր թոքերի լորձաթաղանթի, նորից բարձրացնում է իմունիտետը եւ ինչ է հետաքրքիր 37%-ով ակտիվացնում է վիտամին C-ի յուրացումը։ Այնպես որ բարձր իմունիտետ երգեք լոգանքի ժամանակ։